Բարեկամներ, Լոնի Կարիբյան եմ Կարիբյան Real Financing կերչակ կողմից շնորհավոր բոլորի ծաղկազարդը այսօր արդեն մարտ 29 2026 թվականը մի շաբաթ արդեն զատիկ ենք տոնելու անշուշտ լրիվ շաբաթվա ընթացքին ունենք տարբեր տոնակատարություն, տասկույսերինը, ոտնալվան, խավարումը եւ այլն եւ անպայման մասնակցեք եկեղեցիներին, տարեգետասարտներին հիշենք մեր բուն նպատակները, բուն հավատալությունը որպես Հիսուս Քրիստոսին եւ հավատքը մեր Սուրբ Քրիստոնեություն։ Ինչևիցե անցնենք անմիջական լուրերին, նախ լուրերը սկսեմ, ասեմ որ ինչպես իմանում եք, այս վերջի 2 ամիս մնաց պարզապես ընտրություններին Գլենդելի քաղաքապետության խորհրդի անդամին եւ հունիս 2-ին քվեարկության օրն անձնապես որ այդակ տեղերում որ դրված է պրեսինքները, բայց մայիսի սկիզբի շրջանում ստանալու եք թղթատոմսերը տան մեջ, այսինքն քվեաթուղթերը տան մեջ եւ այդ քվեաթուղթերը կարող եք տունից քվետակ եւ եթե օգնություն կուզեք մեզի հեռացանեք մենք կօգնենք։ Բայց անցնենք մեր ֆինանսավորման, էկոնոմիի, real estate-ի լուրերի մասին։ Տոկոսները, ինչպես իմանում ենք, ճիշտ ստանեց մեր 3 շաբաթ առաջ, բավականի իջել էր արդեն 5.4-ի էր հասել։ Մինչև 5.4, 5.5 նորմալ էր։ Կես տոկոսի չափ, տոկոսները բարձրացավ եւ արդեն մոտ 6.4, 6 հասավ նորից։ Պաշտոնականը 5.99 իջավ պաշտոնականը, որ հիմա 6.5 է։ Եվ այս ժողովուրդը կարծում եմ, որ շատ վատ լուր է սա։ Այսինքն թելադրում են, որ այս ինչ դժբախտություն։ Բայց կարող եմ ձեզի ասեմ, որ շատ ավելի կարևոր, շատ ավելի ուրիշ բաներ է պատահում, քան թե միայն տոկոսը։ Գնողների համար, մանավանդ այս վերջի հիմակվա շրջանում, միանգամից իրանց ուժը, որ կարողանան negotiate անել, կարողանան ճիշտ եւ լավ արժեքով իրանց ուզած տունը առնեն, միանգամից այդ ուժը շատացավ այնքան շատ, որ տարիներ այդենցի ուժ որպես գնող չեք ունեցել։ Այսինքն միշտ սելերները որպես վաճառող իրանք են թելադրել ինչպես պետք է ծախեն, ինչքան պետք է ծախեն, ինչ պայմաններով պետք է ծախեն։ Հիմա լրիվ փոխվավ, որովհետև մեծամասնություն ժողովուրդը, եթե հասկանան, որ այս շուկան ինչ է կատարվում, կարող են օգտագործել, շահագործածել այս օրերը որպես իրանց շահ, որպես buyer, որպես գնող։ Մանրամասն ենք։ Անշուշտ իմանում ենք, որ Պարսկաստանի պատերազմը մեծ էկոնոմիկալ հարված ունեցավ համաշխարհային եւ նույն ժամանակ քարյուղի արժեք ինչպես տեսնում եք, որ gas station-ները, գազերը վառելիքը ընդհանրապես թանկանում է եւ ինչպես իմանում ենք, որ սղաճ այդ inflation-ը, որ COVID-ի ժամանակ ինչքան դժվարությամբ տարիների ընթացքին տոկոսները բարձրացնելով կենտրոնական բանկը փորձավ որ բերի այդ սղաճը կամանց ցած 8% էր հասել սղաճը, ուզում են 2-ի հասներ, մինչև 2.5-ի էլ հասավ տոկոսները սկսան իջացնել, նախագահ Թրամփը մտավ շուկան, խանութ տունը, սպիտակ տունը եւ
թերիֆի հարցը մեջտեղ հանեց, սղաճի հետ բարձրացավ, բայց ոչ թե այդքան, հիմա այս պատերազմով սպասում են սղաճը մինչև 4.5-ը ոչ ավել բարձրանա։ Երբ որ տոկոսները սես բարձրանում է, սղաճը բարձրանում է, գազը բարձրանում է եւ պատերազմայելնում նորմալ պայմանների ընթացքին ժողովրդի affordability-ն, այսինքն իր ուժը, որ կարողանաս ծախսես փողիդ արժեքազրկում այլու, որտեղ թանկությունը առաջ գալի եւ ուժը պակսում է։ Արդեն տեսնում ենք, որ mortgage application-ները, որ ժողովուրդը դիմեր են վարկի 5%-ի չափ իջավ վերջի մեկ շաբաթվա ընթացքին։ Նույնիսկ գնողները, որ escrow-ին բաց է, դա էլ սկսան escrow-ները cancel անել եւ շատ ավելի զգուշությամբ եւ չեն մոտենում եւ սպասում են։ Բայց դա մեկ մասն է։ Նախքան, ինչպես ասամ, շուկան այս վիճակի հասներ, տեսնում ենք, որ տոկոսները դեպի ցած էր իջնում ամեն շաբաթ, ամեն օր, ինվենտորին տուները, որ վաճառքի էր, շատանում էր ամեն անգամ, եւ արժեքները, որ շատանում էր, կամանց էր արժեքները բարձրանում տուներին։ 2026 թվականը էկոնոմիստները արդեն պաշտոնական մատ անուն են դրել, որ էր reset year, այսինքն reset անել, այսինքն նորեն մահատ կոճակը սեղմել եւ նորեն սկզբնական առաջուց սկսենք ասելով։ Ինչու, որովհետեւ տեսնում են, որ այդ բալանսը արդեն ճարվել էր առնողների եւ վաճառողների մեջ, այդ բալանսը ճարվել, որ շատ նորմալ պայմաններով առաջ էր եթում, անշուշտ բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը, մենք հետո կմանրանանք։ Եվ այս տոկոսները, որ բարձրացավ, միանգամից 3 շաբաթվա մեջ 0.5%, ընդհանրապես այդ մոմենտումը, այդ շարժումը կայնավ։ Հիմա կարևոր ասեք ինչ էր այլում։ Միայն տոկոսների մասին չի, որ տոկոսը բարձրացավ, շարժումը կայնավ։ Անորոշ եւ չիմանալով ինչա լինելու մասն է, որ ավելի մտահոգիչ է, քան թե միայն տոկոսը բարձրացավ։ Երբ որ խառնում ես այդ բոլորը միասին, տոկոսները բարձր, սղաճը, թանկությունը, ինֆլեյշնը գալիս է, եւ կարող է ժողովուրդը գործից զրկվեն, անգործություն լինի, որ stagflation են ասում, որ տարբեր հակառակը։ Այդ ժամանակ մենակ տոկոսը չի, որ payment-ը չեմ կարող տամ մոտեցումը, այլ գործ կարող է չունենամ, հետո ինչ այլնելու, այդ բոլոր մտահոգություններն է, եւ այս տանք ընդհանրապես գնողները ավելի զգուշությամբ, cautious, ավելի զգուշ մտնում են այս շուկայի մեջ եւ այդ cautious-ը, զգուշությունը ընդհանրապես խանգարում է տվյալ ձևերով։ Հիմա ներկայիս escrow-ները, որ cancel այլ է բոլոր Միացյալ Նահանգներում, այսինքն escrow-ն բացի տուն առնեն, ամենից շատը 600,000 հատ escrow cancel այլ է ամիջապես, որ ամենից շատը նա ունեցել ենք 2017-ից մինչև հիմա չի ելել, որ միանգամից այսքան շատ cancellation ելի բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը։ Ինչու, ինչ պատավ հիմա, հիմա շատ ավելի seller կա, գնող, վաճառող կա, քան թե buyers։ Նորից կրկնեմ ինչ ասեմ։ There are more sellers than buyers հիմա։ Այո։ Դա մեծ փոփոխություն է, shift է, որովհետև վերջի քանի տարիներ, ինչպես ասամ, seller-ները բավականի իրանց իր ուզած ձևը push-ին անում։ Նույնիսկ նոր շինարարության պարագաներում, օրինակ KB Homes հասկացողության մեծ շինարարության ընկերությունն է, ինչպես Հովնանյաններն են եւ այլն, իրանք ընդհանրապես որպես forecast, որտեղ շինարարություն են անում, հետո ուրիշ ծրագիրներ ունեն, որ շարունակեն շինարարությունը, տեսնում են, որ այս տուները չի ծախվում, շինարարությունը
ստապեն արևմիջոց տան մի մասը ծախվի։ Եվ ինչա փոխվում իրանց մոտեցումը ժողովրդի համար, մանավանորակառույցների համար, which is great, եթե brand new եք ուզում, այն մոտիկները չկա, brand new տուներ շատ կա, քանդոներ վաճառքի, բայց դժբախտաբար մոտիկները չեն։ So սկսում են որպես seller, որպես շինարարները սկսում են որպես seller, որպես վաճառող, ասում եմ մենք փող գտանք տոկոսը իջացնենք 6.5-ը, ես կվճարեմ, բերենք 5.5-ի վրա։ Bravo որպես seller։ Closing cost ունես 10,000 closing cost-ը, escrow title, appraisal եւ այլն, no problem, մենք այդ closing cost-ը կվճարենք։ Bravo seller, ապրես իրան։ Ինչ ես ուզում, արժեքը դու մեզ 5,000, 10,000, 20,000 բերենք ցած, այդ էլ կանենք։ Bravo seller։ Այսինքն տարբեր ձևերով որպես վաճառող պետք է աշխատանք տանի, որ կարողանա իր ապրանքը ծախի։ Եվ դա գնողների համար ելնում է մի հատ opportunity, մի հատ հնարավորություն ստեղծվավ, որ միշտ այս հնարավորությունը չես ունենա։ So եթե ուզում ես տուն առնես, ինչ է նշանակում, այո, տոկոսները բարձր են, ճիշտ, բարձր են, որ ներողություն, 6 են, կամ 6.1, մեկից հետո կնայենք տոկոսներին, բարձր, որ այդ 7-8-երն էր, որ հասցե, դե չենք, 6, բայց եթե այդ 6-ը ուզում ես 5.25 ելի 5.5 ելի, անշուշտ կարող ես negotiate անես, so հիմա competition-ը քիչացել է, այդ տունը գալի վաճառքի, ավելի քիչ ժողովուրդ են ուզում այդ տունը առնել, քան թե մեծամասնությունը, so negotiation power-ը շատացել ավելի կարող ես negotiate անես եւ կարող ես structure անես, մեծ ձևի գրենք, մեծ ձևով քեզի օգտակար ելնեն կամ տոկոսը կամ closing cost-ը եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ միշտ հիշացնեմ, որ ինչպես տոկոսով էլ այսօր առնես, դու միշտ կարող ես refinance անես, տոկոսը իջացնես, բայց չես կարող ապակայում գաս ասես կանք նորեն արժեքի մասին խոսանք, արդեն առեր ես, այլ նորեն չես կարող արժեքի մասին խոսես։ Ինչ որ վերաբերում է վաճառողների համար, ստեղ որ կարևորը ճիշտ ձևի ստրատեգի լինի, այսինքն տունը ճիշտ, եթե պետք է մի հատ ներկվի, որ թարմանա, գույները փոխվի, սիրունանա, նկարները սիրուն նկարվի, professional, staging-ը շատ կարևոր է, staging-ը մա կապ ունի, կարևոր է, դե չէ, հիմա digital էլ անում են, մոտիկից էլ անում են, բայց պատրաստ անգամ կախում ունի տունին, կարժի այդ գումարը ծախսվի, որ stage ելնի եւ կան տունը տեսնեն, որ ննջասենյակով բանով գերվական իրանց եւ ճիշտ արժեք լիստ լինի, starting սկսելով ճիշտ արժեքով, որտեղ առաջի 2 շաբաթը նա որ ամենակարևորն է, որ դու գրավես այդ գնողներին։ Եթե ճիշտ արժեք լիստ չանես, դժվարություն ես ունենալու տանից հետո։ Եվ ճիշտ packaging, ճիշտ ներկայացություն պետք է ունենաս, որովհետև եթե սխալ արժեք դնես եւ մնաս շուկայի վրա մի ամիս, 2 ամիս, այն արդեն too late, դու պետք է արժեքի իջացնես եւ հետո այդ սկզբնական այդ rush, այդ momentum-ը կկորցնես։ Հիմա էկոնոմիստները պաշտոնական արդեն այս պատերազմի հարցը նայում են ինչպես, որ եթե այս անորոշ վիճակը, այս պատերազմի հարցը կարճատև լինի, այսինքն մինչև ապրիլին վերջանա, այսօրվա շուկան, որ այս անորոշ նոժողուրդը հետ քաշվան եւ այլն, դեռ տեղ ունի լրիվ տարին, որպես առաջադիմություն ունենա լավանա հետ տեղ դա նորմալի։ Այս եթե պատերազմը երկարանա, այս անորոշ վիճակը երկարանա, եւ տոկոսները ասենց բարձր մնան եւ անգործությունը շարունակվի, որ գործի զրկմուն ելնի, կարող ենք տեսնենք, որ առուվաճառքը, ոչ թե արժեքները, առուվաճառքը կարող է շատ ավելի սկսի իջնել, որպես sellers չկարողանաս ծախես։ So հարցը գալիս է տվյալը։ Ինչքան կտևի այս անորոշ վիճակը, որովհետև այդ անորոշ վիճակն է, որ խանգարելու է, բայց անորոշ վիճակը կթարգմանվի եւ կթելադրվի այն ժամանակ, որ իմանանք, որ արդյոք էկոնոմին ընդհանրապես թույլանում է,
դե ուժեղանում է, որովհետև իմանաք դիֆենսի պատերազմի ժամանակ ուրիշ սեկտորներ գործերը լավանում է, դիֆենսը, զենք շինարարությունը եւ այլն, եւ շատ ուրիշները կախյալ են։ Շո կախում ունի շուկան, նվազում է, դե ուժեղանում է, դա մեզի կասի ինչքան է երկար։ Շո այո, տոկոսները բարձր են, բայց որպես գնող, ինչպես ասամ, լեզուդ ավելի երկար է հիմա։ Այսինքն Glendale, Burbank, Los Angeles այս թաղամասներում ավելի ճիշտ նա որ ճիշտ ձևի մոտեցում, ճիշտ package-ով, ճիշտ shopping-ով, ճիշտ package կարողանաս ճիշտ negotiate անես։ Որովհետև այն օր ինձ մի հատ հայրենակից էր հեռաձայնավ, իրանք տուն են Արեստանից մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, եւ ինձ հեռացանց էշկոն նոր փակել ենք եւ անդրադարձել ենք որ ինչ մեծ սխալ ենք արել, որովհետեւ ստա մեջ վարձվորներ կան թենենտներ կան, չեմ ուզում երկար մանրամասի անցնել, չեմ ուզում իրանց անշուշտ ասել ով ելնել ինչ ելնելը, բայց իրանց էջենտները ճիշտ չեն բացատրել, ճիշտ չեն ասել ինչա լինում եւ ստա պատճառով լուրջ հարց ունեն եւ ինձանից օգնություն են ուզում։ Եվ ես հերացան անշուշտ ճիշտը ասեմ շատ շնորհակալ եմ վստահության համար որ հերազայները օգնություն եք ուզում։ Մի քանի բաներ ասամ, այս բաները, բայց ասամ դժբախտաբար դուք առաջ եկում եք ուրիշ տեղ, հարվածը ստանում եք, վնասը ստանում եք, հետո հերազայնում եք ասում եք օգնի։ Նախապես իմ հետ աշխատեք, որ այդ վիճակի մեջ չելնեք, որ հետո չհեռազանեք, ասեք խափան, չասան եւ չոյ։ Կամ խափում ես, կամ էլ պարզապես փորձառություն չունեն, կամ էլ այլ պատճառներով։ Ինչևից է նախընտրելի է նախապես մոտենաս այս հարցերին, որ տեսնես ինչ այլում, քան թե հետոն նայես ինչ այլում։ Եթե դուք օգնություն եք ուզում ընդհանրապես տուն առնելու, refinance անելու, նույնիսկ այսօր կամ ապագայում ամեն մարդու համար տարբեր է։ Ես ինչ-որ ձեզ բացատրում եմ, մեկ ուզում է investment-ի համար առնի, մեկ ուզում է առնի մեջը ապրի, մոր, մեկ ուզում է տունը մեծացնի, մեծոտ առնի, մեկ ուզում է վաճառի, փոքրոտ առնի, երեխաները ամուսնացել են, գնացել են, ասում մեծա, այլ տարբեր պատճառներով մարդիկ ունեն տարբեր նպատակներ, իրենց գործի մոտեցումը, կյանքի, lifestyle-ի մոտեցումը, այս բոլորը մենք ուսումնասիրում ենք 34 տարի գործի մեջ լինելով, մենք տարիների ընթացքին, բացի որ տասնյակ հազար ժողովրդի համար տուն ենք ստեղծել, կայև բիզնես, ոչ թե միայն տուն, մենք commercial lending, apartment building-ներ, բիզնեսներ, SBL-ներ, shopping center-ներ, տանք էլ արել ենք եւ անում ենք միայն տուների մասին չի, եւ ինչպես որ օգնել ենք իրանց եւ սերունդներով դեռ հիշում են, որտեղ ասեմ 34 տարվա ընթացքին, եւ էսի փորձառությունն է, որ շատերին նույնիսկ տուն են ուղարկի, ասել են ոչ, այս անգամ քո առնելու ժամանակը չի, քո ճիշտ ժամանակ չի։ Նույնիսկ այդ հայրենակից, որ ասա ինչ ես խորհուրդ տալի, դնենք անմիջապես ծախենք, կարող ես օգնես ծախենք, երկու շաբաթ է էսկոն կողպերա։ Ասավ օգնես ծախենք, ինչ ես ասում ծախենք, շատ հեշտությամբ, կարող եմ ասում, օյա, դա լուրջ հարց է, արի ես համարը ծախեմ։ Եվ կասեմ, գիտես, ծախելուց էլ երևի 20-30 հազար վնասը կենի, բայց ավելի լավ է այս վնասը այսօր քաշես, քան թե լուրջ երկարատև վնասներ ունենաս։ Բայց այդ չպատասխանամ իրան։ Պատասխանամ, որ դու առայժմ ես արել ես արդեն։ 1 տարի համբերի։ 1 տարի, ինչպես ամեն հայերենով, հայերեն չի անգլերեն, հայերեն բասկերեն թկական լեզվի յոլա էտանք։ 1 տարի համբերի եւ նայել, որ ուր այդում ինչ այդում։ Եթե ամսական կորուստներ էլ ունես, վնաս չունի այդ կորուստները առայժմ ես 1 տարով նայի ուր այդում։ 1 տարվա մեջ եթե տեսար չես կարողանում մեջից դուրս գաս, խնդիրներ ունես, այն ժամանակ հեռազայնի սիրով կօգնենք վաճառես։
Բայց շատ հեշտ չեմ կարող ասեմ, դա լուրջ հարց է, արդեն դեսպրետ է, արդեն մարդը խնդիրի մեջ է, խնդրի մեջ է։ Մենք ես վրան ավելացնեմ, շատ հեշտ չեմ ասեմ, դա ինչ լուրջ խնդրեմ ունես, չես իմանում գլխիդ ինչ չա գալու, վայ, արի շուտ ես համարես քեզի փրկեմ, քեզի շուտ ծախեմ։ But that's not what I said. Said գնա մետալի համբերի ուսումնասիրի, նայ ուր ես, ինչ ես, այս հարցերը սենց լուծի եւ հետո մետալի հետո կվերլուծենք նայենք ուր ես։ So շատ հետաքրքիր հերազայներ օրենք այդ ուրիշ հերազայ շատ երիտասարդ բրավո իրան առաջի տունն ազում առնի բավականի գումար ունի եւ խոսալուց հետո ես հաշվար կարամ որ գիտես ինչ ես քանի շաբաթ առաջ էր որ ափսոսա լրիվ գումարը ծախսես այսքանով միայն կարող ես մի քիչ դուրս գաս մնացածը պահես եւ այլն so դորից հերազայնացա մնացածը ինչ անեմ արդյոք դնեմ ինվեստմենտի մեջ ինչ անեմ էլ մեկ քիչ խոսացի բացադրեմ ինչ օպշններ ունի ինչեր կարող անի բայց նույնիսկ ասեմ գիտես ինչ առաջինը առաջ արա այդ առաջին նպատակը առաջի տունը որ ես անես առ հետո կմտածենք մնացած գումարը ինչ պետք է անես որտեղ չենք իմանում ինչ կառնես ինչպես կառնես արժանը կառնես թանկը կառնես հինը կառնես նորը կառնես որտեղ չենք իմանում ուր ես այդ հալու ու ինչ է ելնելու մատ առաջի հարցը լուծենք ինչպես անգլերենով ասում են step by step քայլ առ քայլ դուք շանել ինչ է mən նայում մարքեթը ինչպես փակվավ ուրբաթ օրը անշուշտ stock market էս պատերազմը inflation-ը Donald Trump-ի խոսակցությունները լուրջ հարց է mən նայում մարքեթի ուրեմն Dow Jones-ը 45166 եթե հիշվեք 50000 էր հասե 793 պոնտ իջավ մոտ 10% իջավ իջերա S&P-ն 6368 108 պոնտ իջավ Nasdaq-ը 20948 459 պոնտ իջավ Գերմանական DAX-ը 22300 312 պոնտ իջավ անգլիական FTSE-ն 9904 պոնտ իջավ եւ Nikkei Japanese Nikkei 53230 պոնտ իջավ եւ Shanghai-ը 3913 24 պոնտ իջավ Քարյուղը ու 101 դոլար չի կներեք $101 cent, once the make bekeni, $6.70 բարձրացավ, ոսկին 4489, 113 պոնտ բարձրացավ, արծաթը 6977, պլատինումը 1866։ Անշուշտ, որ ստակը իշտում է ժողովրդի այս գումարները հանում են դնում են այս commodity-ների մեջ Եվրոպայի եվրո $1.15 cent 1 եվրո, ամերիկյան British pound-ը $1.33 cent 1 pound եւ Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակմանը 66102 եւ Հայաստանի դրամը 377 Հիմա կարևորը սա է որ 30 տարվա վարկերը որ անուղակի հետևում են այս 10 տարվա treasury-ին պատերազմի ուրբաթը նախքան ռմբագործությունը լինի ուրբաթ քշեր մեր քշերը որն է շաբաթ առավոտ էր ելնում 3.9-ներ հիմա նայեք 4.4 տարբերությունը եւ կամանց կաթիլ ամեն շաբաթ 1/8 բարձրացավ 1/8 Այս կես տոկոս տարբերությունն է որ անմիջապես տարբերություն եք տեսնում տոկոսների վրա So տոկոսները այո բարձրացել են եւ հիմա ուզում եմ այդ տոկոսները նայենք որովհետեւ այդ մասն էլ վստահել ենք որ նայենք տոկոսի մասը բացատրեմ մանավան ըննանց որ down payment assistant-ը կա perfect timing-ը համ տուն առնելու համար, համ assistant-ը առնելու համար, համ տոկոսը negotiate այսինքն մոկ կոմերսիոն տուն առնի կարող է այսօրվա վիճակը բոլորին չփոխվի Եթե տոկոսը կարողանանք seller-ից credit առնենք իջացնենք, դե down payment-ն մենք օգնենք assistant բերենք down payment-ն էլ առնես, ինչ կա սպասելիք, սա մենք նայենք տոկոսներ։ Սա refinance-ի համար է, եթե վարկը 300,000-ից 830,000-ը 20% equity ունենաս, ներողություն, 25% equity ունենաս եւ 781 credit score լինի, house հողովտուն լինի, owner occupied մեջը բնակում ես, կենի տոկոսը 6.125 Նույն պայմաններով, բայց ես գումար քաշես տան վրա եւ ունենաս 30% equity,
6.25 նույն պայմաններով, բայց վարկը 830-ից 1 միլիոն 250 հազարի մեջ լինի, 25% equity, 781 credit score-ով 6.375։ Սա առանց tax return-ի, միայն profit and loss թուղթով ենք սկսում, եթե դուք ձեր անձնական գործ ունեք 6.75։ Եթե FHA loan ունեք, կամ եթե credit վատ է, 620-ը credit score-ը, եւ մեզ տան վրա գումար քաշես մինչեւ 830 հազար, եւ ոչ որ քեզի լավ տոկոսով չի տալի պատճառ credit-ից, ամեն ասում են 7.5 8 են ասում, 5.5-ով կարող են քո համար այդ վարկը վերցնել։ Սա, եթե ինչպես ասում են, որպես first time home buyer եք կամ չեք, բայց 5% կանխավճար եք ուզում դնեք 800 հազարի պարագայում, օրինակ եմ տվել, եթե տոկոսները 5.8-ը մենք կարող ենք ձեր համար 3.8 վերցնել, այս տոկոսը քիչ վերցնելու համար 16,000 ծախս ունի այս օրինակով, եւ մենք այդ 16,000 ծախսը կարող ենք վերցնենք seller-ից, վաճառողից, որ ձեզի օգտակար լինենք owner occupied 781 credit score-ով, որ լավ տոկոսով ստանաք։ Եթե առաջի անգամ տուն եք առնում այս ծրագիրը 3% կանխավճար թույլատրում է, մենք այս 3%-ը կարող ենք ձեր համար որպես assistant օգնություն բերենք ձեզ համար, որ դուք ես էլ պետք է չունեք կանխավճար դնեք, մաքսիմում եկամուտը Los Angeles County-ում 214,000 ավել չպետք է լինի, որ բավականին շատ է, եթե ուզենաք մի հատ 600-700 հազար դոլարանոց, եթե տուն կամ կոնդոմինիում առնեք, this is perfect ձեր համար, այն ժամանակ 5.75 եք ելնում։ Նույն պայմաններով 20% կանխավճարի պարագայում տոկոսները ինչպես տեսնում եք 20 տարվա ֆիքսը 15 տարվան է 5.25։ Նայ տոկոսը մի օրվա մեջ մա լուր է գալիս շատ լավ լուր իշնում է, մյուս օրը շատ վատ լուր բարձրանում է։ Սա այստեղ ուրբաթ օրվա տոկոսներն են, ուրբաթ օրը ավելի շատ լավ էր, քան թե 5 շաբթի օրը, բայց մի անգամից մի հատ տոկոս է գալիս, ծրագիրը գալիս շատ լավ լուր, մի հատ է շատ վատ։ Բայց տեսեք դեռ 6-երի մեջ ու 5-երի մեջ էլ տեսնում ենք կապ ունի, որ մեկն եք վերցնում, FHA-ներ անշուշտ առաջ մյուս ամենից լավերից մեկն են, որպես FHA loan-եր, որ ամենից լավ տոկոսներից են տալի, բայց ամեն մարդու համար չի, կարող ենք ձեր համար բացատրենք։ Բայց եթե FHA loan ունեք ներկայիս, FHA-ից FHA փոխելու համար կարող եք օգնել։ Ջամբոները, որ ավելի լավ տոկոսներ են, մանավանդ նրանք, որ tax return առանց եկամուտի թուղթի կամ bank statement program-ն է, կամ profit and loss-ն է, այս ամեն այս bank statement program-ները հոյակապ ծրագիրներ են նրանց համար, որ նույնիսկ interest only է, որ կարող ես տոկոսը վճարես 40 տարվա վարկ, interest only ժամանակավոր մինչև տեղավորվես։ Մեր line of credit-ներն են, այս 7.25 մի խաֆեք ուրիշ տեղեր, եթե 5 են ասում ժամանակավոր, այդ 5-ը 3 ամսով է, ունենք fixed second առանց tax return-ի profit and loss-ով մինչև $750,000, դա էլ մեր fixed second։ Անշուշտ շատ տարբեր ծրագիրներ շատ ունենք, չեմ կարող ամենը ցույց տամ, բայց երևի սկսենք շուտով ամենը ցույց տալ բանի վրա հեռուստացույց ծրագիրների տեսակները շատ են։ Շատ արագ համառոտ ասեմ, ինչպես հետևից տեսնում եք այս սայները, որ land sign են ասում, եթե տուն ունեք եւ կուզեք ձեր տունի առաջը իմ Գլենդելի քաղաքապետության խորհրդի անդամի տեխնացուության համար ինձի ընտրվեմ եւ օգնեք, երկու բան, մեկ կարող եք հեռարձակել կամ email անեք կամ text անեք եւ ասեք, որ այս տանք բերենք եւ մենք կբերենք կդնենք ձեր խոտերի վրա տունի առաջը կամ տունի ֆենսի վրա որտեղ որ ուզում եք, որ ժողովուրդը տեսնեն քվեարկության համար։ Երկրորդը անպայման, երբ որ տունը ուղարկում են ձեր թղթիկները, որ տունից քվեարկեք հեռարձակեք, մենք կգանք ձեզի կօգնենք, եւ երրորդը այդ օրը, որ հունիս 2-ին, որ անձնական պետք է քվեարկեք։ Հիմա ասում եք լավ, ինչու քվեարկենք ձեզի, որտեղ 15 հատ տեխնացուներ կան եւ 3 հատ աթոռ կան։ Այսինքն ամեն ինչ չեն կարող քվեարկենք։ Եվ բավականին շատ էլ հայ ենք, մոտ 8-9 հատ հայ ենք, եւ այդ 9 հատ հայերից կան, սխալվեմ 3 հատ կանայք են, 6 հատը տղամարդ ենք։ Բայց իմանում եմ մենք ուզենք բոլոր հայերին մեղքա, մեր տղեն է, մեր աղջիկն է, բայց գրեք քաղաքապետության խորհրդի անդամ լինելը
հոբի չի, փորձառություն պետք է որպես սխալները, որ անում են, դուք առօրյա զբաղված եք, լուր չունեք, այդ մեկ գործի գայս եք տուն, բայց իրան սխալները դուք վճարում եք առանց իմանալու, օրինակ փոխեր են, որ ծախսեր այնքան են շատացրել, որ դուք տարեկան հիմա ձեր տուկանքը tax-ը ուզում են բարձրացնեն, sales tax-ը, ինչ-որ խանութից shopping եք անում, ավելի շատ tax եք տալու, ավելի շատ է նայելու ծախսելու, որտեղ իրանք սխալ որոշումներ են արել, կամ կայծու ջուրը հոսանքը, որ գալիս է, կամ ընդհանրապես շինարարությունը, եթե ուզում եք մի բան remodel անել, կամ մի հատ նոր շինարար գա, կամ տարեցների համար affordable housing, որ կարողանան տարեցները ավելի մատչելի վարձերով ապրեն, քանակը շատ քիչ է, ավելի շատ պետք ունենք, բայց քաղաքապետությունը նենց պայմաններ է դրել եւ նենց դժվարություններ ունի, որ շինարարը չի ուզում նույնիսկ մոտիկանա Գլենդելի, որ ասում է ես կամ ստե շինարարություն 1 օր 3 տարի է տևում, ինչու ինձ իրավունքներն եք տալի, այդ պայմանները, խիստությունները չեմ ուզում, գիտեմ ուրիշ տեղ շինարարություն կա։ Իմ նպատակը գամ մտնեմ քաղաք ինչպես փորձառություն ենք real estate-ի մեջ 34 տարվա եւ պայմանները եւ տեսել եք շինարարներ եւ developer-ներ եւ investor-ներ տարիների ընթացքին այդ իրանց օրենքների գիրքը հանել, որ 6000 էջ է եւ դա բերենք բանջարենք, ասենք թեթևացնենք օրենքների պայմանները, որտեղ անիմաստ օրենքներ կա 1940-ից է դեռ ընդեա եւ ուրիշ անիմաստ օրենքներ կա, որտեղ ամեն մարդ եկերա մի բանի համար չի սիրում, շուտ օրենքը փոխել է։ Դա մեկ պայմանն է։ Երկրորդը մենք կարողանանք մատչելի ձևով կարողանանք տուներ շինարարություն անել, որ ժողովուրդը կարողանան արժան տուներ առնեն։ Ամեն տունը 1 միլիոն, 2 միլիոն, Երանի 1 միլիոն էլի, 1.5-ից սկսում է, մեկից հետո տուները գնանք։ Հիմա նոր երիտասարդներ են ամուսնանում, ինչու է թան ուրիշ քաղաք ապրեն, որովհետև ստեղում չեն կարող ապրեն։ Այն ճիշտ չի, այսինքն զորով դուս ենք անում մեր երիտասարդներին, մեր զավակներին, որ ամուսնանում են, կամ еще պետք է այնքանի վիճակի ելնես որպես ծնող, որ իրանց համար օգնես եւ տեսնում եմ անմիջապես իմ անմիջական քույր, եղբայր, մեր թորնիկները, մեր բաները տեսնում եմ ընկերներ, հարազատներ, բարեկամներ, առօրյա տեսնում եմ։ Եվ եկեք տանց կարող ենք օգտակար լինենք, շինարարներ բերենք ու նայեք ստանց համար տուներ սարքեք արժան, ինչ եք ուզում, պարոն շինարար, մենք ձեզի կօգնենք, խորհրդի անդամների մեջ ենք այդ փոփոխությունները կարող ենք տանք։ Կամ շինարարություն չի, առնելը չի, վարձնել մեր տարեցների համար, բայց կան, որ տարեց չեն, տուն առնողել չեն, պարզապես ամուսիններ աշխատում են դժվարությամբ, որ հասկանալի է, ամեն մարդի վիճակի չի, ունեն 2-3 հատ երեխաներ եւ վարձու տուներ են ուզում, բայց մատչելի արժեքներով վարձու տուներ։ Ամո 3 հատ երեխա ունի, մանավանդ կարող է մեկ մեծացել են թինեյջեր են, դժվար կարողանան ամենին, բայց ասում գիտես, ինչ անենք երեխաները, 2 ննջասենյակի մեջ տեղավորվենք, որտեղ ավելի շատ է 3 ննջասենյակը թանկ է։ Նույնիսկ 2-ն էլ թանկ է, որ մեկի շնորհքին ենք ուզում։ Եվ ինչու Գլենդելից դուրս գանք, որտեղ ստեի դբրոցն է, ստեի որպես հայկական այդ համայնքը ունենք, չենք ուզում այդքան հեռանանք։ Այո, ուրիշ տեղեր էլ վատ չի, չեմ ասում Valley վատ է, ինչպես հայկական գաղութ ունենք Encino են կողմերը Շիրմանոքս եւ ունենք Pasadena եւ ունենք ամենտեղ հայկական գաղութ ունենք, ամենտեղ լավ է։ Բայց ինչու դուս անեն մեզ, եթե տարբերական է, դուս անեն, որ չկարողանանք ապրել։ Ցանկությունը մեկ բան է, այո, ես ուզում եմ այսօր Valley ապրեմ, կամ Pasadena ապրեմ, կամ Թահանգա ապրեմ, կամ դա ցանկություն, քան թե պարտադրեն, որ այդպես որտեղ չեմ կարող այդտեղ ապրեմ։ Երեխաներին պետք է ասել գիտես, ինչ ես դպրոցները ու ընկերները ստեղծել, պետք է այդքան ուրիշ տեղ։ Բայց եթե խորհրդի անդամի մեջ ճիշտ մարդիկ կան, որ ժողովրդի համար կարևորություն տան, for caring, ոչ թե ինքը այդա, ասի ես authority եմ նստի, այդա գա մենակ նկարվելու համար։ Ունեն խորհրդի անդամները ավելի քիչ նկարվում են, ուղարկում են, սիրուն հագնվում են, մենակ խոսալու համար նկարվելու համար, աշխատանքին ոչինչ չի գալի։ Բայց այդ նույնը որ վարչուա նստած Երբ որ էլեկտրականության հոսանքի բիլն է գալի կաջուջուրը, եւ տեսնում ես, էսի ամեն անգամ բարձրանում է եւ աղբը, եւ ամեն անգամ էլ ավելի կբարձրանա։ Օրինակ դուք ընդամփ կոնդոմինիում ունեք Glendale, ձեր homeowners association-ը
ամեն ամիս բարձրանալու, ամեն տարի շատ է բարձրանալու, շատ, եւ ինչու է բարձրանալու, մեկ կայծ ջուր, պստակ թանկացնում է քաղաքապետությունը, խորհրդի անդամները, մեկը չկա, որ նստի ու հաշիվ անենք, ինչու են թանկացնում, նայենք պրոբլեմ կա, լուծենք հարցը, ոչ թե թանկացնենք, թանկացնենք, ժողովրդին դրեր են, գվճարի ուզի, դե չի մի կայծը կտրի, ուրիշ բան չի կարող անենք։ Կամ էշի թույթը ես քաղաքից։ Այդ մեկ պատճառն է, երկրորդը շենքերի հինանում են։ Երբ որ հինանում են, ամեն անգամ շինարարություն պետք է անես, տանիքը սարքեն, ռուֆը սարքեն, walkway-ը սարքեն, ռեյլերը սարքեն, դուռերը սարքեն, գարաժը սարքեն, շենքերը հինանում են։ Եվ ռեզերվները պակսում են Homeowners Association-ը ռեզերվ ունեն։ Այս ռեզերվներով որ Homeowners Association ամսական չբարձրացնեն, ռեզերվներն են գործածում, այդ ռեզերվներն է վերջանալու պետք է բարձրացնեն։ Լուրջ հարցեր կա գրենդել քաղաքապետության մեջ։ Լուրջ։ Եվ ասիպես ասամ, բարձ մարդիկ չեք լսում, չեք տեսնում, բայց ազդում է։ Սոցիալիստներից կխնդրեմ տվյալները։ Մեկ անպայման նվիրատվությունը, մանավանդ նյութական նվիրատվությունը շատ մեծ դեր է կատարում ընտրությունների մեջ։ Եվ ինչու, որովհետև ոչ թե միայն մեր հայերը, օտար ազգերին էլ պետք է այս լուրը հասցնենք, որ սենց խնդիրներ կա, այս բաները կա, ես ով եմ, ինձի քվեարկեք։ Եվ այդ բոլորին լուրը հասցնելու համար ամեն մարդ իմ ծրագիրը չի նայում։ Տարբեր տեսակներ ենք մոտենում հարցին եւ այդ տարբեր տեսակներ հասնելու համար ռեկլամային ձևերը, այդ ռեկլամային ձևերը շատ թանկալի եւ շատ թանկ է նայում եւ սուղ է նայում։ Շո ամեն մեկը նույնիսկ $100, նույնիսկ $50, նույնիսկ $500 կամ $1000, ինչքան որ ձեր չափուսահմանների մեջ հնարավորություն ունեք, ձեր օգնությունը մեծ դեր կկատարի։ Էկրանի վրա տեսնում եք այս QR կոդեր կա, դե ոչ հեռացանեք, մենք ձեզի տեքստ կանենք լինքը, որտեղ ուղարկեք, կամ եթե չեք գրում, ձեզի տեքստ կանենք, նույնիսկ կգանք ձեր տունից մարդ ուղարկենք վերցնեն շեքերը ձեզանից։ Շատ շնորհակալ կլինեմ այդ ձևով, երկրորդ եթե ուզում եք ստանք այս սայները ձեր բիզնեսների կամ տուների վրա դրվի, հեռացանեք, մենք սիրով կբերենք, եթե կանենք, ունենք թղթի ֆլայերներ նկարով, որ եթե բիզնես ունեք, բիզնեսի ապակիների վրա կամ դուռերի վրա կարող եք փակցնել, 2 ամսվա հարց է, 2 ամսվա մեջ հարցը կվերջանա։ Իմանում եմ ուզում եք լիստինգները նայեք, մայդ անպայման, որտեղ շատ կարևոր է, խնդրում եմ նայենք լիստինգները, որովհետև իմանում եմ շատերը հետաքրքրված է, բայց Գրենդելի խորհրդի հարցերը շատ երկար չեմ ուզում այս ծրագրով երկար խոսամ, հեռացանեք, եթե ուզում եք հավաքում եք 15-20 օքանուց խումբեր, կգամ տուներում ձեզի կբացատրեմ ավելի մանրամաս։ Նայենք լիստինգները խնդրում եմ։ Առաջինը սկսելով Sunland Townhouse 2.2 լվացարան 1072 square feet հինաներսը կարպետբանը պետք է փոխվի Homeowners Association-ը մեկ քիչ նայեք ինչքան է բարձրանում, բայց $529,000 լավ արժեք է արդեն, որտեղ մեկ քիչ աշխատանք ունի, իս վիճակով տեսնում եմ $30,000 ծախս ունի, որտեղ քանդո է շատ major բան ունես, վաշեջարի հուկապելներն երևի $40,000 ծախս ունի, private garage ունես, kitchen-ը, երկու bedroom-ը, flooring-ը, lighting-ը, so love deal, it's a good deal։ Սա Simi Valley 2.2 լվացարան 1156 square feet ունի մեծությունն է $456 Homeowners Association-ը $600,000 asking price մաքուր moving condition-ը այս օրինակ եմ տվել ես 3% է նույնիսկ կարողանանք մենք եթե դուք 18,000 ինքներ փող չունեք եւ ուզում եք 3%-ը 18,000-ն է ձեր համար assistant բերենք օգնության, այդ էլ կարող ենք։ Եթե credit score 781-ից վրեպ է եւ full lock tax return-ը first time home buyer ես 3% կանխավճարով ամեն ինչով tax-ով, Homeowners Association-ով, ամեն ինչով կենի $4,712 միայն 3% կանխավճար է պետք, ասամ Association-ով, tax-ով, PMI-ով, ամեն ինչով $4,700 Glendale 2.2 լվացարան 980 square feet ունի մեծությունն է մոտ $600 Homeowners Association-ը Էլը պատրաստ վիճակի մեջ է, moving condition-ը մոտարապես շատ բաներ չունի, անճաշակ հարցեր կա $647,000 asking price ունի $660 price per square feet փոքր է, բայց $647,000 washer dryer-ը հուկապելներսը եւ մեծ դստելու տեղ էլ ունի that's the way to go
Գլենդել նորեն 2.3 լվացարան 1057 square feet $432 Homeowners Association-ն 649,000 էսի ավելի լավ վիճակի մեջ է ուրեմն նորեն down payment-ը վար ներողություն 3%-ա գրես սխալած տեղում 10% պարագայում 10% down payment-ի պարագայում ոչ թե 3% 10%-ի պարագայում $64,000 10% նայելում նորեն լավ credit 781 owner occupy full dog tax-ը կարող եք այս $44,700 payment-ը կենի 10% կանխավճարով 64,000-ով ամեն ինչ մեջ included Valley Village 3.3 լվացարան 1446 square feet տունի մեծությունն է $730 Homeowners Association-ները ասում եմ ձեզի բարձանալու է եւ բարձանալու է նրանց որ քիչ է նորեն կբարձանա $700,000 asking price բայց արժեքը price per square feet $483 շատ լավ արժեք է դրել բայց this wallpaper-ը քան խարը վիճակը բայց ինչ է նստելու տեղը ինքը արդեն ահագին արժի որ չես զգում condominium-ը երբ որ նստելու տեղ ունես patio ունես Burbank 2.2 լվացարան 1037 square feet տունի մեծությունն է $685 Homeowners Association-ն $689 price per square feet elma $715,000 Burbank-ում բայց էսի արդեն շատ ավելի լավ վիճակի մեջ է ինչպես տեսնում եք քան թե արժեքի համեմատ բայց $689 էլ մի քիչ թանկ է Զուսա 3.4 լվացարան 1888 square feet տունի մեծությունն է 375 square feet հողամասի մեծություն Homeowners Association-ն $780 price per square feet ներողություն $413 price per square feet $780,000 asking price Simi Valley 3.3 լվացարան ավելի տունի նման է 1724 square feet բավականին մեծ է Homeowners Association-ը $515 երկու հարկի վրա մեծ տուն է այսինքն townhouse-ը բայց մեծ townhouse-ը $455 price per square feet $785,000 բայց Simi Valley-ում դու ուզենաս 3 bedrooms տեղում տուն առնես Glendale այս չափսի 1700 square feet նույնիսկ condominium էլ ուզենաս առնես էսի 1,400,000-1,500,000 տուն արժեքը կելնի որ փուլ էլ ունի ջկուզի ունի կարող եք օգտագործեք Glendale 3.3 լվացարան 1432 square feet տունի մեծությունն է $448 Homeowners Association-ն asking price $839,000 բայց հայրենակիցներ $586 դեր price per square feet ճիշտ արժեքա դրել համեմատաբար լավ է ասինքն չափսին բախտատելով Homeowners Association եւ վիճակ ինչպես տեսնում եք so it's not bad price 839-ով մի խափեք Burbank 2.3 լվացարան 1527 square feet տունի մեծությունն $515 Homeowners Association-ը for a 2-bedroom շատ մեծ է բավականին մեծ է չեմ ինչու այսքան էսա ննջասենյակի մեծությունը տեսեք bathroom-ի մեծությունը տեսեք so ամեն ինչ մեծ է նայեք ինչքան տեղ ունի այս ննջասենյակում so տամար 1500 square feet-ը 2-bedroom-ի համար սենյակները մեծ եւ rooftop ունեք այս rooftop ինքը արդեն միլիոն արժի Toluca Lake 3.3 լվացարան 1620 square feet տունի մեծությունն է $554 Homeowners Association Իմ այսօրվա լիստինգների մեջ այս Toluca Lake-ի տունը ամենից ճիշտ տեղը արժեքը չափսը վիճակը this is the winner այսօրվա լիստինգների մեջ չեմ կարծում էսի կդիմանա շատ լավ արժեք շատ լավ տեղ շատ լավ տուն So this is a winner for today. Տուները հողով տուները նայենք սկսելով Սիլմարում 3 ննջասենյակ 2 լվացարան հողով տունը 1425 square feet տունի մեծությունն է 8000 հողամասի մեծությունն է պատրաստ moving condition $849,000 asking price ուրեմն 5% եթե կանխավճար դնեք եւ այս 5%-ը մենք կարողանանք օգտագործենք այդ buy down program-ը որ մեկ ճարած էս ցույց տվան որ 16000 ծախսենալ մենք seller-ից կարողանանք ստանանք ձեր համար էսի ձեր payment-ը ամեն ինչով կենի $5062 առաջի տարին բայց հետո մյուս տարին $500 կբարձրանա
Winnetka 3 ննջասենյակ 2 լվացարան 1392 square feet 7700 square feet տունի մեծությունն է $935,000 asking price $672 price per square feet Winnetka-ում բայց ինչպես տեսնում եմ մաքուր փուլով տունը պատրաստ տունը 3 bedroom 2 bath ready to go Burbank 2 ննջասենյակ 1 լվացարան 1022 square feet տունի մեծությունն է 6600 square feet հողամասի մեծությունն է $929 price per square feet մի քիչ բարձր է դրել բայց ինչու որտեվ հնարավորությունն է դրել որ it's possible so ամեն մարդ Burbank-ում չի կարող տուն առնել 1 միլիոնից վրև it's a starter point որ կարողանաս հետո ավելացնես 500 square feet ավելացնես վրեն so I'm not really sure ըստ ամասի Pasadena ներողությունից 10% կանխավճարով LS 3 հաստե գրած սխալա 10% կանխավճարով ADU ունի so 2 bedroom 1 bath առաջի տունն է ADU 1 bedroom 1 bath էլ ADU հետևը պատրաստ ունի 1600 square feet տունի մեծությունն է 7200 square feet տունի հողի մեծությունն է $975,000 ADU-ով ինչպես տեսնում եք 10% կանխավճար եթե դնեք դոնեմ եթե ձեր credit-ը լավ է full DAC-ով մենք կարող ենք ձեր համար այս $5,800 ամեն ինչով payment-ը including everything 10%-ով buy down-ով Winnetka 4 ննջասենյակ 2 լվացարան եւ ունի ADU 1 bedroom 1 bath 1290 square feet տունի մեծությունն է 8200 square feet հողամասի մեծությունն է պատրաստ moving condition այս մեկը շատ լավ տուն է շատ լավ թաղամասում է $775 per square feet $1 million asking price այս Winnetka-ում երկու տուն է ստանում ADU-ն էլ ստանում ես կարող ես վարձել առնես հետևից ADU-ի համար So this is a good home, good price, it's a ADU-ն է ինչպես տեսնում եք Ննջարանով 1 bedroom 1 bath ADU-ն է That's a good price, that's a good home Burbank 3 ննջասենյակ 2 լվացարան 1432 square feet տունի մեծությունն է 5900 square feet հողամասի մեծությունն է $739 price per square feet So Burbank-ում արժեքը $739 price per square feet լավը դրե այս վիճակի տուն շատ լավ արժեք է $1,058,000 it's a good price in Burbank այս վիճակի տուն սենց հողով տուն ճիշտ է մեծ հող չունես բայց so what բավականի հող ունես so ֆուտբոլի դաշտ պետք է չունենք Grand Hills 3 ննջասենյակ 2 լվացարան 1472 square feet տունի մեծությունն է 15000 square feet հողամասի մեծությունն է Grand Hills-ի լավ թաղամասներից մեկն է $730 price per square feet մեկ ինչ թանկ է դրել բայց տունի վիճակը նայեք լավ է նկարները սիրուն չեն նկարել բայց լավ տուն են սարքել բայց էլը մեկ ինչ overpriced է բայց location-ը լավ է $1,075,000 Լաքանյադը, այո, Լաքանյադը 3 ննջասենյակ 2 լվացարան 1427 square feet տունի մեծությունն է 7000 square feet հողամասի մեծությունն է asking price $903 price per square feet որ maximum արժեք է այսի $1,289,000 asking price բայց remodel դելած է I think max price for այս բայց մենք Լաքանյադի zip code ունենանք Լաքանյադի հասցե ունենանք եւ affordable budget-ի հարցը անպայման it's a way to start սկսելու ձևով Sunland 4 ննջասենյակ 3 լվացարան եւ ADU ունի 1 bedroom 1 bath 3500 square feet տունի մեծությունն է 8200 square feet հողամասի մեծությունն է փուլ էլ ունի տունը 2000 թվականի շինարարություն է նորը համեմատաբար $1,495,000 մա $417 price per square feet արժեքը շատ լավ են դրել price per square feet-ի համար տունը ինչպես ասամ բավականի մեծ է համեմատ ADU-ով ամենը միասին է այդքան so եթե ծնողներ ունեք ADU-ում ուզում են ապրեն եւ մոտիկ պահեք ձեզի բայց չեք ուզում միասին նույն տունի ներսենեք նրանք ազատ անկախ են որ չխանգարեք իրարու this is a good home to Sunland Toluca Lake 3 ննջասենյակ 3 լվացարան այս տունը շատ լավ արժեք են դրել Toluca Lake-ի համար 2400 square feet տունի մեծությունն է 10000 square feet հողամասի մեծությունն է
price per square feet $621, մեկի հինա upgrade-ներ պետք ունի, բայց Toluca Lake-ի համար շատ լավ արժեք են դրել, շատ unique տուն է, շատ տարօրինակ architecture ունի, $1,500,000 Toluca Lake-ում pull-off տուն է։ Pasadena 3 ննջասենյակ 2 լվացարան 2215 square feet տունի մեծությունն է, 8500 square feet հողամասի մեծությունն է, $1,600,000 asking price, $722 price per square feet։ Pasadena-ի համար մեկ քիչ high end of it, բայց էլ լավ արժեք է համեմատ վիճակին, recess light-երը կա, բարձումները բաները upgrade ելած են, բայց այդքան չէ, բակը մեկ քիչ փոքր է, որտեղ hillside-ը ամենաշատը։ La Cañada նորեն 4 ննջասենյակ 3 լվացարան 1900 square feet տունի մեծությունն է, 12000 square feet հողամասի մեծությունն է, asking price $889 price per square feet, որ մեկ քիչ ավելի հարմար է արժեքը համեմատ մյուսներին, որտեղ մեր ճինչին էլ աշխատանք են ունի տանելու, ինչպես տեսնում եք, պետք է upgrade-ներ էլի, մի մասը upgrade ելած է, մի մասը չի, բայց պետք ունի upgrade ելնելու, $1,700,000 asking price համեմատ չափսին is not a bad price որ դրել է։ Շատ hillside է։ La Crescenta 5 ննջասենյակ 3 լվացարան 3100 square feet տունի մեծությունն է, 7400 square feet հողամասի մեծությունն է, $563 price per square feet, շատ արժանադր է համեմատ price per square feet, այսի վստահ եմ ավել կեթա, դե չէ նույն ռոպեին իր արժեքով ամիջապես կեթա, մեր մասը upgrade ելած է, մեր մասը չի, բայց overall ավելի լավ վիճակի մեջ է, մեծամասնությունը upgrade ելած է, $1,750,000 La Crescenta 5 bedroom 3 bath 3100 square feet։ So ճիշտ արժեք է դրել, եւ ճիշտ արժեքը շատ արագորեն կեթա, բավական էլ բակ ունես նստելու համար, fantastic home։ Glendale 2 ննջասենյակ 2 լվացարան 1812 square feet տունի մեծությունն է, 8900 square feet հողամասի մեծությունն է, asking price $987,000, հինա, բայց իր characteristic ունի, իր պետք է այս հինությունը պահվի, բայց upgrade պետք է լինի անշուշտ, $1,789,000 asking price, I think max price-ը դրել, location-ը լավ է, բայց տուն աշխատանք ունի, չեմ կարծում որ այս արժեքից իրանց ավելի final արժեքներից են։ Toluca Lake 3 ննջասենյակ 3 լվացարան 2438 square feet տունի մեծությունն է, 6800 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,845,000, $757 price per square feet։ Toluca Lake-ում այս վիճակով, ինչպես տեսնում եք, semi remodeled է, մի մասը այո, մի մասը չէ, բայց overall ավելի լավ վիճակի մեջ է, քան թե անցյալ տուները տեսանք, բայց արժեքն են համեմատաբար շատ վատ արժեք չի դրել $757 Toluca Lake-ի համար, որ ավելի թանկ է, քան թե Glendale, կարծեմ գաստիկ մատը ցույց տանք, Glendale 5 ննջասենյակ 3 լվացարան 2600 square feet տունի մեծությունն է, 19000 square feet հողամասի մեծությունն է, asking price $710 per square feet, $1,895,000 asking price Glendale-ում։ Այո, հայրենակից է, ես էլ մեր լիստինգներն էր ինչպես տեսակ, չմոռանաք ձեզ անպայման եթե ուզում եք օգնել կամպեյնին, ձեր նվիրատվության համար հեռաձայնեք, կգան կամ կվերցնեն, կամ online կուղարկեք, կամ կարող եք վճարեք, անպայման եթե սաներից ուզում եք ձեր բիզնեսները, ձեր հողերի վրա, ձեր տուների առաջ հեռաձայնեք եւ լուրը տարածեք քվեարկության համար եւ եթե հարցումներ ունեք հեռաձայնեք եւ մենք սիրով ձեզ օգտակար կլինենք ինչպես կարող են Glendale-ի խաղ։ Մարդը Glendale չի ապրում նայում է, բայց եթե աշխատում եք Glendale-ի հետ, եթե ձեր երեխաները Glendale-ի դպրոց են դնում, եթե ձեր ծնողները, քույրերը Glendale են ապրում կամ ընկերները, նորեն կապ ունեք, ճիշտ է Glendale չեք ապրում քվե տալու համար, բայց կապ ունեք, կարող եք օգնեք, որ ձեզ օգտակար լինեն։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ տեսություն ձեզ։